վնասված շենքեր, վիրավորներ։ Պատերազմը կարող է մինչև այս օրվա վերջ ավարտվել։ Ռուսական անօթաչուների եւ հրթիռների հարվածներից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, Դնիպրոյում, Խարկովում, Զապորոժիայում կան ավերածություններ։ Կիևում զոհվել է առնվազն 4 մարդ, կա առնվազն 63 վիրավոր, նրանցից 3-ը երեխաներ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Կիևի բնակիչները ապաստան են գտել մետրոյի ստորգետնյա կայարաններում։ Ռուսները հարվածել են մայրաքաղաքի 8 թաղամասերին, 30 միջմայրցամաքային հրթիռ, 3 թևավոր հրթիռ եւ 33 անօթաչու։ Այդ զինանոցով են ռուսները հարվածել Կիևում ընտրած 38 թիրախներին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այցելել է Պոդիլսկի թաղամաս, որտեղից տեսաուղերձով դիմել է հանրությանը։ Նա ասել է, որ ռուսները հերթական զանգվածային գրոհն են կատարել։ Վնասվել են բնակելի թաղամասեր։ Ես հիմա Պոդիլսկի շրջանում եմ, վնասված շենքեր, վիրավորներ, այն հատվածներում, որտեղ տներ են վնասվել, օգնության կետեր են տեղակայվում։ Այժմ բոլոր ծառայությունները վերացնում են հարձակումների հետևանքները։ Փրկարարները փորձում են փլատակներից դուրս հանել մարդկանց, աշխատանքը շարունակվել է մինչև հունիսի 2-ի առավոտ։ Նույն իրավիճակն է Խարկովում եւ Դնիպրոյում։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կարողացել է վնասազերծել 40 հրթիռ եւ 602 անօթաչու։ Ամբողջ Ուկրաինայում անցած գիշեր զոհվել է 11 մարդ, ընդհանուր հաշվով ռուսները կիրառել են 73 հրթիռ եւ 656 անօթաչու։ Դնիպրոյում առնվազն 6 մարդ է սպանվել։ Առաջին հուժկու գրոհից հետո թվացել է, որ հարձակումը ավարտվել է։ Փրկարարները շտապել են գրոհի ենթարկված թաղամասեր եւ հենց այդ պահին տեղի ունեցել երկրորդ հարվածը, որի հետևանքով սպանվել է առնվազն 1 փրկարար։ Կիևում գիտեին, որ ռուսները պատրաստվում են նոր օդային հարձակման, այդ մասին ասել է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը բնակիչներին հորդորել է զգոն մնալ եւ օդային տագնապի ազդանշանը լսելուն պես անմիջապես պատասպարվել։ Ամբողջ գիշեր պայթյունների սարսափազդու ձայններ։ Այդ դաժան պատերազմը վերջ ունի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, թե ռուսական կողմը պատրաստ է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, բայց երբ Պեսկովը անդրադարձել է Զելենսկու հայտարարությանն այն մասին, որ պատերազմը կարող է ավարտվել մինչև տարեվերջ։ Что касается Зеленского и завершения войны до конца года, война может быть завершена до конца суток. Ինչ վերաբերում է Զելենսկու խոսքին պատերազմը մինչև տարեվերջ ավարտելու հնարավորության մասին, այն կարող է մինչև այս օրվա վերջ ավարտվել։ Դրա համար Զելենսկին պետք է հրամայի իր զինված ուժերին լքել Ռուսաստանի մարզերի տարածքը։ Своим вооруженным силам покинуть территорию российских регионов. Պեսկովի պնդմամբ Ռուսաստանը միևնույն է կհասնի ուզածին կամ բանակցություններով կամ ռազմական եղանակով։ Փաստորեն ըստ Մոսկվայի ուկրաինական կողմը պետք է հրաժարվի իր այն տարածքներից, որոնք Կրեմլը Ռուսաստանի մաս է հռչակել։ Պահանջ, որը Ուկրաինան տակավին մերժում է, ուստի պատերազմի արագ ավարտ չի լինի։